Ես ողջունում եմ գործարար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին, նախ ներողություն եմ խնդրում իմ առողջական վատ վիճակի համար, բայց քանի որ ներքաղաքական զարգացումները եւ ընդհանրապես թարմ ուղեղով զրույցը բաց թողնել հնարավոր չի, ես տաղավարում եմ եւ շարունակում եմ աշխատել, այսօր իմ զրուցակիցը Ավետիք Չալաբյանն է, Հայաքվեի համակարգողը, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, գնահատում եմ ձեր զոհողությունը, բայց իսկապես քաղաքականությունը երբեմն զոհերապահանջ։ Այո, ո՞նց եք, պարոն Չալաբյան։ Հրաշալի։ Ամեն դեպքում ներքաղաքական զարգացումները, խնդիրները այդքան էլ չեն մտահոգում։ Չէ, մտահոգում են բնականաբար, բայց քաղաքական առաջնորդը նրանով է տարբերվում միջին վիճակագրական մարդուց, որ իր ներսում պետք է միշտ ունենա բավարար եռանդ, բավարար էներգիայի պաշար, որպեսզի կարողանա այդ ամեն ինչը առաջնորդի, ոչ թե դառնա դրանց ինչ-որ իմաստով պատանդը։ Այդ եռանդը կամ ինչև ընտրություններ։ Հա, բնական է, իհարկե, այլապես դրան չէին գնա։ Այ միասնության թևերի հետ դուք այսպես համագործակցության հուշագիր ստորագրեցիք, շատերի մոտ հարցեր եղան, թե ինչու հենց նրանց հետ, որովհետև դաշտում կան ընդդիմադիր այլ ուժեր, որոնք կարծում եմ էլի կարող էին ձեզ հետ միասնության այսպես մի ճանապարհով գնալ, ինչու հենց նրանք եղան ձեր կողքին կամ ինչու հենց իրենց հետ եւ ոչ թե օրինակ Սամվել Կարապետյանի թիմի, ինչու ոչ Ռոբերտ Քոչարյանի թիմի։ Շատ լավ, հրաշալի հարց է եւ այդ հարցի պատասխանը շատ պարզ աստեցություն։ Մենք տեսեք, մենք տարբեր ուժերի հետ ենք բանակցել, իհարկե Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ չենք բանակցել, որովհետեւ ի սկզբանե հայտարարել ենք, որ գործող խորհրդանական ընդդիմության հետ միավորվելու հեռանկար մենք չենք տեսնում, բայց դաշտում առաջացած նոր ուժերի հետ, ինչպես օրինակ ձեր ասած մեր ձևովն է, ինչպես ՀԱԿ-ն է, ՀԱԿ-ը իհարկե նորը չի, բայց որոշակիորեն թարմացված է, ինչպես ապրելու երկիրն է եւ այլն, այդ ուժերի հետ մենք ունեցել ենք քննարկումներ, ոմանց հետ նաեւ բանակցություններ եւ բանակցությունների քննարկումներից նրանով են տարբերվում, որ իրանք ունեն նաեւ որոշակի օրակարգ, որոշակի կանոնավոր հանդիպումների ժամանակացույց եւ այլն, հա։ Այդ մեր քննարկումները, տեսեք, մեզ բերել են նրան, որ գաղափարապես մենք եւ միասնության թևերը ամենամոտն ենք իրար, որովհետեւ մեր նախընտրական ծրագրերը, իսկ մենք հանրահարչակեցինք մեր նախընտրական ծրագիրը մինչև հուշագրի ստորագրումը։ Իսկ միասնության թևերը իր նախընտրական ծրագիրը հանրահարչակեց հուշագիրը ստորագրելուց տարածություն 1 օր հետո, բայց մենք իրանց հետ բանակցություն բավական երկար գործընթաց ենք անցել, նոյեմբերի վերջից սկսած անցած տարվա։ Եվ մենք հասկացանք, որ գաղափարական դաշտում մենք իրար հետ մոտ ենք, այսինքն Սիճումների գնացել եք։ Այո, իհարկե։ Ես ես մի բան ասեմ, էլի տեսեք, ցանկացած այդպիսի համագործակցություն ենթադրում է երկուստեք զիջումներ, որովհետև այլապես հնարավոր չի, որովհետև տեսեք, մենք մոտ ենք, բայց նույնական չենք։ Եվ դա հստակ ուզում եմ շեշտեմ, ավելին ձեզ ասեմ, մենք պայմանավորվել ենք իրար հետ, որ մեզանից եւ ոչ մեկ իր ինքնությունը չի կորցնում։ Այդ կառույցությունը իր ինքնությունը որոշակի պատմությամբ ձևավորված, հա, մենք ունենք։ Դուք առանձին եք մնում, մեկը չեք դառնում ամեն դեպքում։ Մեկը չենք դառնում։ Մենք երկու տարբեր կառույցներ ենք, բայց մենք համախմբում ենք մեր ուժերը նախընտրական համատեքստում եւ ավելին ձեզ ասեմ, մենք պայմանավորվել ենք, որ մեկ կուսակցական ցուցակով ենք մասնակցել։ Այսինքն ի սկզբանե օրինակ դա զիջումներից մեկն էր։ Մենք ենթադրում ենք, որ ցանկալի է դաշինքով գնալ, որտեղ յուրաքանչյուր ուժ ներկայանում է իրեն ներկայացնող կուսակցությամբ։ Ի վերջո եկանք այն եզրակացության, որ պետք չի ինչ-որ իմաստով բարթացնել եւ նաեւ խնդիրը մեր համար ավելի խրթին դարձնել, ավելի լավ է գնալ մեկ կուսակցական ցուցակով եւ դա մեր կողմից զիջում է եղել որպես այդպեսին։ Բայց ես կարծում եմ, որ տեսեք, այդ բոլոր զիջումների տրամաբանությունը մեկն է։ Անպես անել, որպեսզի մենք ընտրողին տանք լավագույն ընտրության հնարավորություն, որպեսզի ընտրողի համար ամեն ինչ մաքսիմալ պարզ լինի, որպեսզի ինքը հասկանա ինքը ինչ է ընտրում եւ հասկանա, որ ինքը չպետք է սպասի սյուրպրիզների, օրինակ, որ ընտրվելուց հետո կարող է ինչ-որ մեկը ենթադրենք դուրս գա, առանձնանա, դառնա անկախ պատգամավոր, գնա Փաշինյանին կողք քվեարկի եւ այլն։ Դա պետք է ի սկզբանե բացառել։ Այսինքն չկան նման մարդիկ, ովքեր այդ ճանապարհով Ես մեր կողմից ես առնվազն դա բացառում եմ, հուսով եմ, որ մեր գործընկերների կողմից էլ, բայց ես ձեզ ավելին ասեմ, տեսեք, մենք հուշագիր ենք ստորագրել միասնության թևերի հետ, բայց ընդհանուր առմամբ այդ կոալիցիոն գործընկերության դուրը բաց է նաև այլ կառույցների։ Օրինակ, մինչև մեր հետ այդ հուշագիր ստորագրելը Շան Դաշին կուսակցությունը ուներ համանման կամ դրան մոտիկ հուշագիր միասնության թևերի հետ։ Հիմա որոշ այլ ուժերի հետ մենք շարունակում ենք բանակցություններ վարել, կիմանաք արդյունքների մասին, երբ որ դրանք ամբողջականացվեն, ենթադրում ենք, որ կոալիցիան դրանով կընդարձակվի։ Դրա համար մեր նպատակը իսկապես գաղափարական հողի վրա մեծ վստահելի, հա, պրոֆեսիոնալ մեծ կարողություն ունեցող
ֆինանսական նաև հնարավորություններ ունեցող, կադրային հնարավորություններ ունեցող, Հայաստանում մեծ տարածքային ցանց ունեցող ուժի ձևավորումն է, ինչի որտեղ միայն այդպիսի ուժն է, որ մեր ընտրական համակարգի պայմաններում կարող է իրական դերակատարություն ստանձնի։ Պարոն Չալաբյան, ամեն դեպքում ձեզ ընտրողը ինչ ընտրում առաջին հերթին։ Առաջին հերթին նա ընտրում է վստահելի ապագա իր համար, նա ընտրում է այն ապագան, որում կա հստակ գիտակցություն, որ մենք մեր երկրի անվտանգությունը ապահովում ենք առաջին հերթին, ոչ միայն, բայց առաջին հերթին մեր սեփական ուժով, որ մենք կենտրոնացած ենք լինելու այդ ուժի կուտակման վրա, որ մենք գիտակցում ենք, որ ուժի կուտակումը անհնար է առանց տնտեսական զարգացման, առանց հանրային համերաշխության, եւ մենք նաեւ գիտակցում ենք, որը շատ կարեւոր է, հանրային համերաշխությունը մերպես երկրում հնարավոր չի առանց արդարության եւ իրավունքի գերակայության։ Այսինքն մեր մոտ այդ բոլոր գաղափարները ապագայի նկատմամբ վստահությունը, խաղաղությունը, անվտանգությունը, ուժը, տնտեսական զարգացումը, հանրային համերաշխությունը, սոցիալական արդարությունը եւ իրավունքի գերակայությունը, դրանք բոլորը կապված են իրար հետ։ Այնպես չի որ մեկն է կարևոր կամ մյուսը։ Դրանք առանց իրար անհնար են։ Դու հենց մեկը հանում ես, այսպես ասած, աղյուսը հանում ես պատից, սա պատը փլվում է։ Եվ ես ասեմ նաեւ ինչ մախնդիրը, անցյալում միշտ եղել է այդ երկընտրանքը։ Մենք ենթադրենք, բանենք, Արցախ ենք պաշտպանում, դրա համար կարող ենք թոշակները ցածր պահել կամ կարող ենք աշկ փակել սրա կամ նրա վրա։ Ոչ, չենք կարող։ Եթե մենք ուզում ենք ունենալ ներդաշնակ երկիր, որը արագ է զարգանում, որը կարողանում է իր անվտանգային խնդիրները լուծել, որը այս իմիջիալուց վտանգների ծովում, որը մեզ շրջապատում է, կարողանում է ինչ-որ իմաստով խաղաղության կղզի մնալ, նա պետք է գիտակցի, որ պետք է սկսել ամենայն տարեց թոշակառու իրավունքների պաշտպանությունից։ Այդտեղից է սկսվում եւ շարունակաբար գալիս է մինչեւ պետության անվտանգություն։ Պարոն Չալաբյան, ընտրությունների նախաշեմին տարբեր ուժեր թիմեր միշտ ապագայի մասին են խոսում, ներկայացնելով թե ինչ կարող են իրենք փոխել, ինչ կարող են իրենք անել ապագա Հայաստանի համար, բայց կարծում եմ շատ կարևոր է խոսել նաև անցյալից, թե ինչի հետ պետք է հաշվի նստել, ինչը պիտի միշտ դնել հիմքում եւ ինչը պիտի օրինակ մոռանալ կամ ինչի հետ պիտի չհաշտվել։ Ձեզ համար որոնք են դրանք, այդ չմոռանալու կետերը, հաշտվելու կետերը եւ կետերը, որոնք պիտի միշտ ձեզ ուղեկից լինեն։ Գիտեմ Արցախի հարցում դուք անսասան եք, բայց մյուս հարցերում այն պայմանավորվածությունները, այն համաձայնությունները, որ ներկայ իշխանությունը ունի կամ ունենում է, դրանք անտեսել կարծում եմ հնարավոր չէ, պիտի նաև դրանց հետ հաշվի նստել։ Հրաշալի հարց եք տալի, ավելին ձեզ ասեմ, երբ որ մենք մեր քաղաքական ծրագրի շնորհանդեսն էինք անում, այդ հարցը եւս մեկ անգամ հնչեց, նրա մասին արդյոք մենք սկսելու ենք զորայական կետից։ Եվ պատասխանն այն է, որ ոչ մի դեպքում մենք զորայական կետից չենք սկսելու, որովհետև ցանկացած նախորդած պայմանավորվածությունների կտրուկ խախտում վտանգելու է մեր երկիրը։ Ոստի բնականաբար չենք սկսելու զորայական կետից, մենք սկսելու ենք այն կետից, որում մեր երկիրը գտնվում է հիմա։ Եվ այն բոլոր պայմանավորվածությունների համակարգը, որը գոյություն ունի։ Այդ պայմանավորվածությունների մեջ է, օրինակ, Ադրբեջանի հետ նախաստորագրած խաղաղության պայմանագիր, ինքը գոյություն ունի։ Դուք չեք կարող իրան անտեսել, այլ բանա, որ պետք է կարողանաց այդ խաղաղության պայմանագիրը ձևափոխես այնպես, որ ինքը ավելի համապատասխանի մեր շահերին։ Մասնապես օրինակ Արցախի վերադարձի իրավունքը մեր տեսանկյունից պետք է վերադառնա բանակցային սեղան։ Եվ դա եւ մեր եւ միասնության թևերի դիրքորոշումն է, վճռական դիրքորոշումն է, հատուկ ուզում եմ շեշտեմ, եւ իդեպ այն կարևորագույն կետերից մեկն է, որը մեզ միավորում է, որովհետեւ տարբեր ուժեր այդ հարցում շատ ավելի լղոզված պատկերացում ունեն։ Մեր համար եւ միասնության թևերի համար այդ կետը շատ հստակ է, որ Արցախի վերադարձի իրավունքը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Եվ կամ օրինակ սեղանի վրա դրված է թրիպը։ Չեք վախենում ընկալվել պատերազմի կուսակցություն։ Բացարձակ ոչ, որովհետեւ ասեմ ձեզ, մեր բնակչության 98%-ը համարում է, որ Արցախի հարցը փակված չի։ Այդ հարցեր կան։ Բազմաթիվ հարցեր, ներառյալ մեր կողմից պատվիրած հարցումներ, որոնք դա են ցույց տալի, ընդ որում ասեմ ձեզ, շատ հետաքրքիր է, տոկոսը տարվա վրա աճում է։ Տարվա վրա աճում է։ Մարդիկ գիտակցում են, որ Արցախի հարցը փակված չի, որովհետև Արցախի հարցը դա իրավունքի եւ արդարության հարց է։ Ոչ մեկ չի ասում, որ դու պետք է գնաս այդ հարցը պատերազմով լուծես։ Ոչ մեկ չի ասում, որ դու պետք է գաս իշխանության ու գնաս կռվես դրա համար։ Ընդհակառակն է, որ դու պետք է գաս իշխանության եւ հետեւողականորեն այդ խնդիրը վերադարձնես բանակցային օրակարգ։ Սկսես բանակցել դրա շուրջ։ Սկսես բանակցել մարդկանց վերադարձի, իրանց վերադարձի պայմանների, իրանց անվտանգության, կենսագործունեության շուրջը։ Մի մտածեք, ես ձեզ ասեմ, գործող իշխանությունը անընդհատ փորձում է իրան ներկայացնել որպես խաղաղության ուրիշների պատերազմի կուսակցություն։ Ես դրա համար եմ ասում։ Հա, բայց իրականում գործող իշխանությունը դա ապիկարության, ապաշնորհության եւ թուլամորթության
բանա իշխանությունը։ Ես Եվ նաև պետք չի դրան նկատում եմ, ալետրանքը ներկայացնել որպես պատերազմ։ Ես նաև նկատում եմ, որ նժարին դրվում է այսպես խաղաղությունը եւ Արցախի հարցը իշխանության կողմից ամենայն դեպս։ Այսինքն մենք խաղաղություն ունենք այն գնով, որ Արցախը այսօր հայկական չի, Հայաստանի վերահսկողության տակ չի։ Արդյոք մտահոգություն չկա, որ նաև այդ այնքան այդ խաղաղության նժարը կիջնի ներքև, այսինքն մարդկանց համար այդպես ընկալելի կլինի, որ հետո փոխել հնարավոր չի լինի, այսինքն երկընտրանք կլինի կամ Արցախ կամ խաղաղություն։ Տեսեք, կեղծիք է դա կեղծիք է։ Ընդհանրապես ասած հակառակը շուտ տանք։ Առանց Արցախի հարցի վերադարձի բանակցային սեղան ոչ մի խաղաղություն էլ հնարավոր չի եւ շատ པարզ պատճառով։ Գիտեք, որ ես վերջերս օրինակ բացահայտվեց եմ, որ ադրբեջանցիները անցած տարի Դե հերքեց պաշտպանության նախարարությունը։ Հերքեց, բայց չկարողացավ հերքել, փորձեց հերքել, բայց չկարողացավ, որովհետեւ փաստերը հակառակն են ապացուցում եւ փաստերի բարձման անկախ հարթակները կարողացան դա ապացուցել։ Որ այո, տեղի ունեցել ադրբեջանական իհարկե ոչ շատ մեծ, այնպես չի որ մի քանի կիլոմետր առաջ են եկել, բայց առաջ են եկել, դիրքերը ամրապնդել են եւ այլն։ Հիմա հարց առաջանում։ Եթե օգոստոսի 8-ին Վաշինգտոնում այդպիսի համաձայնագիր է ստորագրվել Երակոմ, փաստացի Երակոմ, հա, խաղաղության պայմանագիր է նախաստորագրվել։ Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո ինչու Ադրբեջանը առաջ գալի։ Ինչու։ Եվ եթե ճանաչումա տարածքային ամբողջականություն։ Եվ եթե ճանաչումա մեր տարածքային ամբողջականությունը, որը խաղաղության պայմանագրի մաս է, ինչու է դրանից հետո առաջ գալի։ Ինչու է շարունակում մեր տարածքում, մեր սուվերեն տարածքում ամրաշինություններ կառուցել։ Շատ པարզ պատճառով, որովհետև ինքը չի հավատում այդ խաղաղության պայմանագրին, չի հավատում խաղաղությանը։ Ավելին, Ադրբեջանը անընդհատ նայում է նոր հնարավորությունների պատուհանա որոնում, որպեսզի Հայաստանի նկատմամբ նոր պահանջներ ներկայացնի, եւ այդ նոր պահանջները ներկայացվում են։ Նոր պահանջները դա Արևմտյան Ադրբեջանն է, նոր պահանջները Տրիպը որպես Զանգեզուրի միջանցք ներկայացնելն է, նոր պահանջները Սևանա լճի նկատմամբ եւ Սևանա լճի ջրի նկատմամբ նկրտումներն եւ այլն։ Բայց Ադրբեջանը դուք ո՞նց եք բանակցելու Ադրբեջանի հետ։ Հա, շատ པարզ, շատ པարզ։ Մենք մշտապես հայտարարել ենք հետեւելը։ Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն։ Ադրբեջանը մինչև 2020 թիվը մեր հետ բանակցում էր, որտեղ իր դեմ կանգնած էր հայկական ուժը։ Նա դադարեց մեր հետ բանակցելուց եւ սկսեց մեզ պարտադրել, նրանից հետո երբ այդ հայկական ուժը այս վարչախմբի մեծագույն ջանքերով կոտրվեց, բարոյալքվեց, կոտրվեց, տրոհվեց եւ այլն։ Դու Ադրբեջանի հետ կարող ես մեն ուժի դիքերից բանակցել։ Ուրիշ ձև չկա Ադրբեջանի հետ բանակցելու։ Բոլոր մնացած բանակցությունները Ադրբեջանի հետ բերել են կորուստների։ Դե ամեն դեպքում, քանի դեռ այդ ուժը չկա։ Ինչ նշանակում այդ ուժը չկա, այդ ուժը կա։ Այդ ուժը կա։ Ես բարձ օրինակներ բերեմ, ինչու այդ ուժը կա եւ ինչու իրականում այդ ուժը պարզապես ճնշված է, պարզապես ճնշված է։ Արցախում կար Արցախի պաշտպանության բանակը, որը մոտ 10,000-ի կարգի մարտիկ ուներ։ Դրան գումարած Արցախում կային այլ զինված ուժեր, որոնք պաշտպանության բանակի կազմում չէին, իրանց ԱԱՑ-ի կազմում էին եւ այլն, հա, որոնք մոտապես 5,000 բարձր պատրաստված մարտիկներ ունեին։ Հիմա այդ 15,000 մարտիկը, որը Արցախի տղամարդ բնակչության զգալի մասն էր։ 2023 թվականի սեպտեմբերի վերջին զինաթափվեցին, բայց փառքասով կենթանի կարողացան անցնել Լաչինի միջանցքով տեղափոխվել Հայաստան։ Իրանցից ինչքանն է ընդգրկվել Հայաստանի պաշտպանական համակարգում։ Չնչին մասը բարձր պատրաստված մարտունակ ռազմական փորձով Ադրբեջանի հետ մի քանի անգամ մարտնչած ուժը։ Ինչ նախնդիրը։ Այս իշխանության դիրքորոշումը, այս իշխանությունը ինչ ասել 3 տարածորեն 3 ինչ ասել Եվրոպական խորհրդանում, ինքը ասել է մեր բանակը մեր անվտանգության գործոնը չի, դա ընդհանրապես ռեզերվ է։ Շատ բարձ մոտեցումը բանակին այդպեսին է, որ քո բանակը անվտանգության գործոն չի։ Դուք պատկերացնում եք ուր է հասել Փաշինյանը, երբ որ Եվրոպական խորհրդանի ամբիոնից ասում է մեր բանակը անվտանգության գործոն չի։ Դա պարտվողականության բարձրագույն դրսևորումն է։ Բարձրագույն ինքը ըստեյության ասում է մեզանից ոչ մի վտանգ ոչ մեկին չի սպառնում։ Մենք անշար, անմեղ, անուղեղ բան ենք այնտեղ, մեղմ ասած նույնիսկ բառ չեմ գտնում, չեմ կարող արտահայտեմ, էլի, չեմ ուզում արտահայտեմ։ Մեզանից ոչ մեկ թող ոչ մի հարցում չվախենա։ Մենք մեզանից ոչ մի վտանգ չենք ներկայացնում։ Մեր անվտանգությունը մեր բանի մեջ է, նրա մեջ է, որ մենք անշարժ ենք։ Ոչ մեկի համար վտանգ չենք։ Ոչ մեկ հավատում է դրան այլևս։ Իհարկե ոչ, այդ տրամաբանություն չկա։ Աշխարհում չկա մի որևէ պետություն, որը կարողացել է գոյատևել, զարգանալ եւ այլն, որտեղ եղել է մնացած բոլորի համար անվտանգ։ Հակառակը, եթե դու քեզանից որևէ ուժ չես ներկայացնում, վտանգ չես ներկայացնում, քո հետ ոչ մեկ հաշվի չի նստում։ Փաշինյանը պարզապես պետք է հասկանալ, հա, 5 տարի է։ Մեր ժողովրդի գիտակցությունը թունավորում է այդ կեղծիքով։ Ես ձեզ օրինակ բերեմ պատմական, հա, մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը այդ նույն բանավեճը գոյություն ուներ Մեծ Բրիտանիայում։
Երբ որ կար վարչապետը Նևիլ Չեմբերլենը, որը անդադ ասում էր պետք է Հիտլերին զիջումներ անել, պետք է Հիտլերին զիջումներ անել, պետք է Հիտլերին զիջումներ անել, վերջացավ նրանով, որ Հիտլերը հասկացավ, որ դա ոչխարա նստած, գրավեց Լեհաստանը եւ Ֆրանսիան։ Եվ այսինքն երկու հարևան պետությունները Գերմանիայի խոշորագույն պետությունները, որոնք Բրիտանիայի դաշնակիցներն են, եւ բրիտանացիները հայտնվեցին մեկուսացման մեջ։ Եվ այդտեղ եկավ Չերչիլը, որ ասաց. «Ժորժ ջան, հերիք հա, այս կեղծիկին հավատակ»։ Հիտլերի դեմ պայքարելու միակ միջոցը Հիտլերի հետ կռվելն է։ Եվ մարդ հաղթեց։ Թվում էր, որ անհնար է հաղթել, բայց հաղթեց։ Վերջում հաղթողների սեղանի Չերչիլն էր նստած, չէ՞ ոչ թե Հիտլերը, որ ինքնասպանություն գործեց։ Այդ օրինակը պատմության մեջ մի անգամ արդեն բացատրել է։ Ագրեսորին չի կարելի սիրաշահել։ Ագրեսորին պետք է դիմադրել, որտեղ սիրաշահելով դու ամեն ինչ կհանձնես, ամեն ինչ։ Ֆրանսիան ամբողջապես գրաված էր, Լեհաստանը ամբողջապես գրաված էր, ամբողջապես։ Դե բան Չալաբյան, ձեզ կան հակադարձեն, ասեն, դե մենք զենք ենք գնում Հնդկաստանից։ Դե դու զենք ես գնում, բայց հայտարարում ես, որ քո բանակը գործոն չի։ Կրճատում ես քո ռազմական բյուջեն, կրճատում ես ծառայության տևողությունը, կրճատում ես աշխատավարձները քո զինծառայողների եւ այլն, այդ զենքը գնելը նշանակում է, որ դու ուղակի պատրանք ես ստեղծում, իմիտացիա ես ստեղծում, յանում դու բանակ ես պահում։ Բանակ ախր մենակ զենք չի, բանակի հիմքում մարտական ոգին է, բանակի հիմքում մարտական առաջադրանքն է, բանակի հիմքում գիտակցությունն է, թե այդ բանակը ինչ նպատակի է ծառայում։ Ինչ նպատակի է ծառայում, մեր բանակը թիրան ասում են ինքը չի կռվելու։ Ուզում է զենք ունենա, ուզում է չունենա, ինքը չի կռվելու, ասում է սա կռվելու բանակ չի։ Սա կռվելու բանակ չի։ Ասում է, մարդը ամբյոնից ասում, իր խոսքերն եմ ասում։ Պարոն Չալաբյան, ես նայում էի Հայաքվեի պաշտոնական էջը ու մի քանի հարց այնց մոտ առաջանում, այսպես իջա ներքև ծրագրին հասա ու կետերով առանձնացված է թե ձեր ծրագրի ձեր հիմնական կետերը որոնք են։ Մի քանի հարց ունեմ այս մասով։ Օրինակ, որ ասում եք մեր հիմնական շահը սեփական հայրենիքում արժանապատիվ կյանքն է։ Մի քիչ կբացեք փակագծերը։ Շատ կարևոր հարց է։ Մենք հաճախ չենք գիտակցում, որ մեր ժողովրդի 2/3-ը ապրում է իր հայրենիքից դուրս։ Եվ ապրում է իր հայրենիքից դուրս, որտեղ իր հայրենիքի տարածքում չի կարողացել իրեն արժանապատիվ կյանքով ապահովել։ Տարբեր պատճառներով, անվտանգային նկատառումներով, սոցիալական նկատառումներով, տնտեսական հնարավորությունների բացակայությամբ եւ այլն։ Մեր առանցքային խնդիրը այդ է, որ հայ մարդը կարողանա ապրել այս իրական մեր հայրենիքում, մեր պատմական հողի վրա եւ ապրի արժանապատիվ կյանքով։ Ճանապարհը ո՞րն է դրա։ Այն ինչ որ ես ասացի արդեն։ Ճանապարհը արդեն ասում եք մի անգամ էլ կրկնեմ։ Հստակ կետերով, որովհետև այդպես հայրենիքը պետք է պաշտպանված լինի, որպեսզի պաշտպանված լինի ուժ պետք է ունենաս, որպեսզի ուժ ունենաս պետք է տնտեսությունը զարգանա, որպեսզի տնտեսությունը զարգանա պետք է հանրային համերաշխություն լինի դրա շուրջը, որպեսզի հանրային համերաշխություն լինի պետք է լինի սոցիալական արդարացություն եւ իրավունքի գերակայություն։ Այդ է ճանապարհը, այդ ամբողջ շղթան պետք է կառուցես։ Շղթայի ցանկացած օղակ եթե խզվում է, դու չես կարողանալու քո հայրենիքում արժանապատիվ ապրես։ Օրինակ, թոշակառուները նորմալ թոշակ չեն ստանալու, ապրելու են աղքատության մեջ կամ դուրս ապրող իրանց հարազատներից փոխանցումներ ստանալու միջոցով։ Կամ ենթադրենք, եթե դու բանակ չունես, չես կարողանում անվտանգությունը ապահովես, թշնամին ամեն տարի միլիմետր առաջ է գալի։ Մի օր մի հատ հանդ է գրավում, մի օր մի հատ արոտավայր է գրավում, մի օր գալիս է ճանապարհը տա փակում, մի օր գալիս է դիրքը տա շրջափակում, զինվորներից ստիպված են այդ դիրքից դուրս գալ եւ այլն։ Էդ է տրամաբանությունը։ Դու պետք է ի վերջո գիտակցես, ինչպես մի բան ես ասում, էլի։ Ես միշտ զարմանում եմ, որ մենք այս པարզ բաները պետք է մարդկանց բացատրենք, որովհետև աշխարհում պետությունների մեծ մասը այս լիգբեզը վաղուց անցել են արդեն։ Իրանք գիտակցում են։ Դե մեր կրթական մակարդակը այնպեսին է եղել տարիներ շարունակ, որ կարծում եմ պիտի բացատրենք։ Չէ, ինձ ցավ է պատճառում, որ մենք սա պետք է բացատրենք, էլի, որովհետև օրինակ տեսեք, մեզ շատ նման երկիր կա իր աշխարհագրական պայմաններով, դա Շվեյցարիան է։ Դե սա կասեն Շվեյցարիան հարուստ է, հեսա, բայց Շվեյցարիան կներեք 200 տարի առաջ բացարձակ հարուստ չէր։ Լեռներում կորած ինչ որ բաներ էին, էլի գյուղեր էին ընդամենը, ընդ որում բազմազգ էր։ Մի մասը գերմաներեն էին խոսում, մի մասը ֆրանսերեն, մի մասը իտալերեն եւ այլն, շրջափակված էր գիշատիչ պետություններով, Ավստրիայով, Գերմանիայով, Ֆրանսիայով եւ այլն, որոնք Շվեյցարիայի տարածքը համարում էին, որ այդ իրանց միջև բանա մարտադաշտ է։ Ինչ արեցին շվեյցարացիները։ Հենց ուղիղ ինչ որ ես ասացի, գնացին այդ ճանապարհով։ Երկիրը պետք է պաշտպանենք, մեր ներսում պետք է սոցիալական արդարություն լինի։ Մեր մոտ ամեն ինչ, բոլոր հարցերը պետք է որոշվեն ժողովրդավարական ճանապարհով։ Ժողովրդավարական ճանապարհով այդ երկիրը, որտեղ օրենքների մեծ մասը հանրակրվեով են ընդունվում։ Օրենքների մեծ մասը հանրակրվեով են ընդունվում։ Եթե ինչ որ նույնիսկ համայնքում ինչ որ փոփոխություն են ուզում անեն, դրանք նոր շենք են ուզում կառուցել, կարող են գան այդ համայնքի ամբողջ ժողովրդի մեջ հանրակրվե հասկացնեն, որ ոչ շենք կառուցել են թե չէ։ Ոչ թե մի հատ կոռումպացված քաղաքապետ շինարարական թույլտվություններ տա։ Գրպանները լսնի հասկանում եք, այդ է ճանապարհը։
Այդ է ճանապարհը։ Մենք պետք է դադարենք ինչ-որ իմաստով հրաշքներին հավատալ։ Եկեք մի հատ նայենք էլ այն մարդիկ, որոնք հաջողության են ասել։ Շվեյցարիան ոչ հանքեր ունի, ոչ նավթ ունի, ոչ բնական մեծ ռեսուրսներ, լեռներ են։ Լեռներն Եվրոպայում հարուստ երկիրն է։ Իսկ ինչի հարուստ, որտեղ կարողացել են պաշտպանել եւ ճիշտ դիրքավորել։ Արդյունքում բոլորը դիտարկում են Շվեյցարիան երկիրը, որտեղ կարելի է ֆինանսներ պահել, կապիտալ կուտակել, առևտուր անել, բարձր տեխնոլոգիաներն են զարգանում, հզոր բանակ ունի, բոլորը պայստազորում ծառայում են եւ այլն։ Եկեք օրինակ վերցնենք էլի։ Օրինակ վերցնենք, դժվար է։ Դե չի ստացվում էլի, պարոն Չալաբյան։ Չէ, բայց կներեք, բայց պետք է ստացվի, որովհետեւ ուրիշները պետք է ասեն այլ ընտրանքը որն է։ Եթե օրինակ չեն գնում Շվեյցարիայի ճանապարհով, հենց կոնկրետ որոնց ոչ մի երկրի չի սպառնում։ Ոչ մի երկրի չի։ Չեն գնում Շվեյցարիայի ճանապարհով, գնում են Շվեյցարիա, այդ այլ ընտրանք այ ժողովրդի։ Չէ, բայց եթե ուզում ենք, ես մի բան ձեզ ասում եմ, մենք բոլոր շանսեր ունենք այս տարածաշրջանի Շվեյցարիան դառնալու։ Բոլոր շանսերը, որտեղ գտնվում ենք ճանապարհների խաչմերուկում, որովհետև ունենք եւ բնական ռեսուրսներ, եւ պատմություն ունենք, եւ ինքնություն ունենք, եւ մեր նկատմամբ հետաքրքրությունը մշտապես բարձր է։ Այս ցավ դժվար պայմաններում Հայաստանում զբոսաշրջությունը զարգանում է, բարձր տեխնոլոգիաները զարգանում են, ֆինանսական շուկաները զարգանում են, նշանակում է ներուժ ունենք։ Մեզ պետք է այդ մեր ներուժը գնահատել եւ արագ զարգացնել։ Եվ չվախենալ նրանից, որ ինչ-որ բայրի դու պետք է այո կարողանաս ռիսկեր ել գնաս, կոշտ քայլեր ել անես եւ այլն երկիրը պաշտպանելու համար։ Հաջորդ կետը։ Մենք ցկտելու ենք կայուն եւ պաշտպանված խաղաղության։ Մի փոքր դրա մասին դուք խոսեցիք։ Մի փոքր չէ՞ լավ։ Դե մեծ մասամբ խոսեցիք, բայց այդպես ուզում եմ ավելի հստակ։ Օրինակ զենքի ձեռքբերման աղբյուր որն եք ընկալում, որ երկիրն եք ընկալում, ում հետ համագործակցություն։ Առաջին հերթին Հայաստանը։ Եվ իդեպ ձեզ ասեմ, որ եւ ես եւ իմ գործընկեր Քյուրեփյան Ավետիքը, որ ձեզ մոտ եղել է այստեղ, մենք բավական լուրջ ջանք ենք գործադրել անցած տարիների ընթացքում, որպեսզի մեր երկրում ռազմարտությունաբերական կարողությունները զարգանան։ Ցանկացած գերտերություն, որ աշխարհում այսօր կա, եւ նույնիսկ ոչ միայն գերտերությունները, այլ այսպես ասած երկրորդ մակարդակի տերություններ, ինչպիսին է օրինակ մեր տարածաշրջանում Թուրքիան, Իսրայելը, Իրանը, այդ բոլոր երկրները ունեն սեփական ռազմարտությունաբերական կարողություններ։ Ի վերջո, եթե օրինակ նայում եք Իրանի, Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջև բողոքվեց վերջի պատերազմը, չէ՞։ Դա ռազմարտությունաբերությունների պատերազմ է մեծ հաշվով։ Դա մարդիկ չեն իրար դեմ կռվում։ Կռվում են հրթիռները, անօթաչուները, ներառյալ անօթաչուները, այսպես ասած բաները, կատերները, հա, նավերը առանց անձնակազմի նավերը։ Օդում ջրում եւ ցամաքում։ Օդում ջրում, ցամաքում եւ այն հիմնականում օդում եւ ջրում, այդքան ցամաքում չէ։ Ցամաքում իրար դեմ կռվում են տեխնոլոգիաները։ Մենք այդ իմաստով լուրջ առավելություն ունենք։ Մեր հարևան առնվազն երկու պետություններից Վրաստանից եւ Ադրբեջանից մենք ունենք մեծ տեխնոլոգիական սեկտոր, որը այս ընթացքում ցույց տվեց, որ ինքը կարողանում է իր գիտելիքը, իր կարողությունները, իր ներսում ձևավորված հմտությունները կիրառել նաեւ ռազմարտությունաբերական պրոդուկտ ստեղծելու սպառազինություն ստեղծելու։ Ամեն անգամ հիշում եմ պատերազմի ժամանակ ինչպես էին մարդիկ նստած ցանցեր գործում։ Չէ, ցանցեր գործել այդ նույնը չի։ Ցանցեր գործել չի։ Իդեպ ես ձեզ ասեմ, Մոնիկա, տեսեք, արդեն 5.5 տարի է անցել, հա 44 օրը պատերազմից։ Այդ ընթացքում մեր ռազմարտությունաբերական ընկերությունները շատ լուրջ քայլ են արել առաջ, շատ լուրջ, որովհետև իրաց կարողությունները եւ պատերազմը զարգ է դրանց տվել։ Այդ իրաց կարողությունները շատ լուրջ զարգացում են։ Դե խնդիրները վեր են հանվում, ավելի ակնհայտ են։ Խնդիրները, տեսեք ինչ կարևոր բան է այս ընթացքում տեղի ունեցել։ Մեր բանակը մինչև պատերազմը ուներ են գիտակցությունը, որ սպառազինությունը դա ռուսական սպառազինությունն է։ Մենք սպառազինություն գնում ենք մեր Ռուսաստանից։ Եվ ի վերջո իրանք հենց մեր բանակի ղեկավարությունը եկավ այդ գիտակցության, որ սա թյուր է այդ պատկերացումն է։ Նախ ռուսական սպառազինությունը առաջին հերթին ռուսական բանակի համար է։ Իրանց, այսպես ասած, պատերազմական թատերաբեմի համար է։ Իսկ իրանց պատերազմական թատերաբեմը էապես մերից տարբերվում է։ Մեծ հարթավայրեր, մեծ տարածություններ, բաց, առանց լեռների ցեխ, այդ ցեխ օրինակ գիտեք ինչ կարևոր բան ունի։ Իրանց մեծ մասը տեխնիկայի թրթուրավոր է։ Երբ որ մեր մոտ օրինակ տեխնիկայի մեծ մասը, որ իրան արդարացրել է, ընդհակառակ ակների վրա է։ Եվ այլն, այդպես օրինակներ շատ կարող են բերել։ Մենք եկանք այդ գիտակցության, որ սեփական տեխնիկան է պետք անել։ Դրան ավելացավ ռուս-ուկրաինական պատերազմը, երբ որ ռուսները սկսեցին պարզապես չմատակարարել։ Պարզապես չմատակարարել, որտեղ իրանց է պետք։ Օբյեկտիվորեն իրանց է պետք։ Եվ մենք սկսեցինք հասկանալ, որ մենք մեր լուծումները պետք է առաջին հերթին այստեղ ձևավորենք։ Իհարկե ամեն ինչ չի, որ մենք կարող ենք այստեղ։ Օրինակ կործանիչ ինքնաթիռներ չեն կարող այսօր այստեղ արտադրել, բայց չի նշանակում, որ չեն կարող 20 կամ 30 տարուց։ Ուղղակի որպեսզի դու կարողանաս կործանիչ ինքնաթիռ արտադրես, որը շատ բարձր տեխնոլոգիական պրոդուկտ է,
դու պետքա սկզբից արտադրես այն ամենապարզ անօթաչու թռչող սարքը, հետո ավելի բարդ, մինչև հասնես կործանիչ ինքնաթիռին։ Հասկանում եք, բայց եթե դու այն պարզ սարքը չարտադրես, երբեք չես հասնի։ Ասում են, դե միշտ ասում են, չէ, գեներալները միշտ նախորդ պատերազմին են պատրաստվում, մենք կարծես թե այդ մասով էլ խնդիր ունենք։ Մենք 16 թվականին դեռ պիտի անօթաչուների հարցը լուծած լինենք, բայց 26 թվականն է, մենք դեռ դրա մասին ենք անդադար խոսում ու մենք դեռ փորձարկում ենք դա։ Այդ մասով խնդիր չեք տեսնում։ Գիտեք ոնց է, տեսեք, նախ քանի որ ես մի քիչ ավելի լավ եմ պատկերացնում, պարզապես չեմ կարող դրա մասին բարձրաձայնել։ Ասեմ ձեզ, որ այն ապրանքները, որոնք հիմա ստացվում են Հայաստանում, ոչ բոլորը, բայց դրանց մի մասը մրցունակ են եւ միջազգային շուկայում լավագույն նմուշ կարող են լինել նաև։ Չէ, ոչ միայն նմուշ։ Հիմա կավել ասեմ։ Լավագույն, այսպես ասած, տեխնոլոգիական ստանդարտին են համապատասխանում։ Ինչու ես կարող եմ դա պնդել, որովհետեւ մեր արտադրողներից ոմանք ոչ միայն Հայաստանում են իրենց ապրանքները վաճառում, այլև մրցակցում են միջազգային տենդերներին, ավելին ձեզ ասում, շահում են։ Իհարկե ոչ Միացյալ Նահանգներին, ոչ Ռուսաստանում, բայց օրինակ այն երկրներում, որոնք տեխնոլոգիական իմաստով մի քիչ պակաս զարգացած են, օրինակ Հնդկաստանում, արաբական երկրներում, աֆրիկյան երկրներում իրանք բավական հաջողությամբ սկսել են աշխատել։ Եվ դա շատ կարևոր քայլ է առաջ։ Այն պահից սկսած, երբ որ մենք սկսենք ռազմական տեխնոլոգիաներ արտահանել, դա արդեն ինդիկատոր է նրան, որ մենք ստեղ լուրջ ասելիք ունենք, լուրջ որակներ ունենք, լուրջ մակարդակի ենք հասել։ Եվ իդեպ ես ձեզ ասեմ, որ գերտերությունների յուրաքանչյուրը ի վերջո գերտերությունն է, որտեղ ինքը ռազմական տեխնոլոգիաների արտահանող է, կլինի դա Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, թե Ռուսաստանը, ինչպես առաջի երրակն է ռազմական տեխնոլոգիաների արտահանման, իրանց գերտերության ստատուսը զգալի չափով պայմանավորված է դրանով, որ իրենք իրենց դաշնակիցներին կարող են զինել եւ զինել առաջատար տեխնոլոգիաներով։ Հիմա ես չեմ ասում, որ մենք գերտերություն ենք դառնալու, բայց այն պահից սկսած, երբ որ մենք կարողանանք կայուն ռազմական տեխնոլոգիա արտանել, մենք աստիճանաբար մտնում ենք մեղմ ասած ուրիշ լիգայի մեջ խաղացողների։ Իդեպ հետաքրքիր եւս մի բան ասեմ, օրինակ Իսրայելը, որը գերտերություն չի, բոլոր դեպքերում ընդհանրապես 10 միլիոն բնակչություն ունի։ Մի քանի միլիարդ դոլարի ռազմական տեխնոլոգիաների արտահանում ունի ամեն տարի, որոնք բոլորը բարձր տեխնոլոգիական։ Իրանք Իսրայելի հարցում ենք, որքան էլ այսպես վատ վերաբերմունք ունենանք, պիտի ամեն դեպքում գնահատենք իրենց որպես պետություն, այո։ Սովորել է պետք, չէ։ Հիմա նույնիսկ թշնամուց պետքա սովորես, իսկ Իսրայելը նույնիսկ չասեմ թշնամի է, բայց բոլոր դեպքերում որոշակիորեն մեր նկատմամբ թշնամաբար է տրամադրված, հա, որոշակի ասեմ, բայց սովորել իհարկե պետքա, որովհետև մարդիկ ունենալով մեր տարածքից փոքր տարածք 22000 քառակուսի կիլոմետր ընդամենը Իսրայելի պաշտոնական տարածքը։ Այդ տարածքի վրա 10 միլիոն մարդ է ապրում։ Եվ 300 միլիարդ դոլարի մերից 10 անգամ շատ։ Համախառն ներքին արդյունք է ստեղծում։ Դե պետք է նայենք, չէ՞ դրա վրա։ Ռազմաարդյունաբերությունը զարգացնում ենք։ Մյուս մասով ում հետ ենք համագործակցում։ Համագործակցում ենք բոլոր այն երկրների հետ, որոնց հետ շահերի ընդհանրություն ունենք։ Բոլորի։ Օրինակ Հնդկաստանի, օրինակ Չինաստանի, օրինակ Ռուսաստանի, օրինակ Եվրոպական միության, օրինակ Միացյալ Նահանգների։ Բոլորի հետ էլ պետք է համագործակցենք։ Օրինակ տեսեք, ես վերջերս Միացյալ Նահանգներից գործող իշխանությունը անօթաչու թռչող սարքեր չէ գնեց։ Հիմա փոքր խմբականակա ու ամենայն հավանականությամբ ինքը մեծ խնդիր չի կարող լուծել։ Բայց այն որ մենք ունենք ամերիկյան տեխնոլոգիա արդեն եւ նաեւ հնարավորություն ունենք հասկանալ այդ տեխնոլոգիան ոնց է աշխատում եւ ոնց կարող ենք այդ տեխնոլոգիական, այսպես ասած, կարողությունները ինտեգրել մեր սեփական ապրանքների մեջ, ինքնին դրական քայլ է։ Բայց մեկ բան չեն անում, անում են։ Չէ, շատ փոքր քայլ է, բայց իմիջած նորից ես ձեզ ինչ ասեցի։ Ես չասեցի, չէ՞ որ սպառազինություն չեն անում։ Ես հանրության մի մասի հարցերն եմ տալիս, պարոն Չալաբյան։ Մարդիկ կան մեծ համայնապատ, տեսեք, Մոնիկա ջան, պետք է խնդրին նայել եւ ռազմավարական եւ մարտավարական մակարդակով։ Մարտավարական մակարդակով լավ է, որ այդ անօթաչու թռչող սարքերը արել են։ Բացատրում եմ ինչու, որտեվ դա մեծ հնարավորություն է տալիս ամերիկյան տեխնոլոգիան ինտեգրել մեր պաշտպանական համակարգի մեջ։ Ռազմավարական մակարդակով դա բացարձակ անբավարար է։ Պետք է հասկանալ տարբերությունը, չէ՞, լավ է, բավարար չի, երկի բավարար չի։ 20 հատ անօթաչու թռչող սարքով չեն կարող երկիր պաշտպանել։ Այդ 20 հատ այդ օրական մի օրվա բանն է, ծախսն է։ Մի օր իրանք բարձրանում են, իրանք խփում են, վերջանում են։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ունեք ավելացնելու որևէ։ Ավելացնելու բան միշտ էլ ունեմ, բայց ենթադրում եմ, որ ժամանակը սահմանափակված է։ Մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Հայաքվեի համակարգող Ավետիք Չալաբյանն էր, իսկ ձեզ համար աշխատեց Մոնիկա Մամյանը, կհանդիպենք։